կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվել է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է Շեմը, խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ։ Անկախ դիտորդը պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները։ Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, այսօր հունիսի 8-ն է, երկուշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Եվ այսպես քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց, հայտնի է ով որքան ձայն է ստացել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է հերթական խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկները, հաշվարկվել են բոլոր 2005 ընտրական տեղամասերի արդյունքները, ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ Առաջատարը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որը ստացել է 727,160 միայն կամ 49,81%։ Երկրորդ տեղում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքն է, որը հավաքել է ուղիղ 23,29%, 340,062 ձայն։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստան կուսակցությունների դաշինքը, որը ունի 9,94%, 145,097 ձայն։ Չորրորդ տեղում Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, հավաքել է 4% ձայն, 58,368 ձայնով։ Հինգերորդ տեղը զբաղեցնող Միասնության թևեր կուսակցությունն առայժմ ունի 2,30%, այսինքն 33,618 ձայն է ստացել։ Ըստ այդմ նվազագույն շեմը հաղթահարում են 4 քաղաքական ուժեր՝ քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Այս մասին Իրակլի Կոբախիձեն գրել է X-ի իր էջում, սրտանց շնորհավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը ի նպաստ Վրաստանի ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հանուն մեր ժողովուրդների բարօրության, գրել է Կոբախիձեն։ Անկախ դիտորդը պահանջում է անվավեր ճանաչել կամ վերաքվեարկություն նշանակել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները։ Այս մասին գրել է Դանիել Իոնիսյանը 12:13-ում ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկների բայցակայության հիմքով 35:65-ում ժամը 8-ից 20:00-ից քվեարկության սենյակում չգտնված հարյուրավոր ընտրողների զինվորների քվեարկության հիմքով, գրել է նա։ Ազգային ժողովրդավարական բևեռն էլ իր հերթին հայտարարություն է տարածել, ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։ Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս գործելակերպը եւ այն դիտարկում որպես պետության ինստիտուտների հեղինակազրկման, ընտրական գործընթացի նկատմամբ ճնշման եւ իշխանության պահպանման նպատակով իրականացվող հերթական հակաժողովրդավարական քայլը։ Ընտրությունների արդյունքները որոշելու եւ հրապարակելու իրավասությունը Հայաստանում վերապահված է բացառապես կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամ արտահայտության վերջնական գնահատողի դերը եւ սեփական հայեցողությամբ հռչակել ընտրությունների արդյունքները, նշված է հայտարարության մեջ։ Եվ այս պահին կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, զրուցելու ենք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարաֆյան, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, Սիրանուշ։ Եվ այսպես, պարոն Սարաֆյան, րոպեներ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջությամբ ավարտեց քվեաթերթիկների հաշվարկը եւ ըստ այդմ խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ։ Անսպասելի էր ձեզ համար այս արդյունքը, թե ոչ, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում, վստահաբար 3 ամբողջ օրը հետևել եք նաեւ ընտրական գործընթացին, համեցեք։
Նախ առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Հայաստանի քաղաքացիներին հերթական այսպես ժողովրդավարական ազատ թափանցիկ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ գիտեք մենք երևի միգուցե ձևական հնչի այս շնորհավորանքը, բայց իրականության մեջ սա ձեռք բերում է մանավանդ երբ տեսնում ենք աշխարհում տարբեր երկրներում ինչ է տեղի ունենում, նույնիսկ ժողովրդավար համարվող երկրներում երբեմն ինչպիսի իրավիճակներ են ստեղծում եւ կարծում եմ որ սա եւս մեկ ապացույց է որ Հայաստանում վերջապես հաստատվել է արդար ընտրությունների ինստիտուտը կարելի ասել համակարգը անշուշտ այդ բոլոր ընտրախախտումները այդ ձայնագրությունները բոլորը նկատի ունենալով նաեւ բայց ընդհանուր առմամբ համարում ենք որ իսկապես այսին համակարգ աշխատում է եւ կարծում եմ հաջորդ ընտրությունները ել ավելի լավը կլինեն եւ նաեւ անշուշտ հույս կունենանք որ այդ բոլոր այն անձերը ովքեր իրենց ձայները այդպես սախեցին նաեւ շահագրգռվածություն կունենան իրենց ձայնը պահելով եւ ձայնին տեր կանգնելով երկրորդ նաեւ պիտի շնորհավորել անշուշտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որ արդեն երրորդ անգամ ստանում է ժողովրդի մանդատը եւ նաեւ մյուս կուսակցություններում որոնք անցել են ազգային ժողով Զարմանալի չէր, որովհետև կարծում եմ այս 4 ուժերն էլ այդպես ամբողջ ընթացքում սոցհարցումների նաև արդյունքներով կարծեք հնարավոր ուրեմն կուսակցություններն են, որոնք պիտի մտնեն ազգային ժողով եւ այդպես էլ տեղ ունեցավ։ Դե հիմա թվերը անշուշտ պետք է նայվի այսպես ավելի խորը վերլուծություն արվի, բայց հստակ երևում է, որ այն բոլոր ուժերը, ովքեր սկզբանե բարվոք դիրքերում են գտնում այդ ուժերն էլ վերջում անցան ազգային ժողով։ Տեսեք, պարոն Սարաֆյան, մենք ունեցանք նախընտրական քարոզչություն, որը բավականին անհավասար պայմաններում տեղի ունեցավ։ Գիտեք, ընտրություններից առաջ էլ, մեկ օր առաջ էլ ուրեմն զանգվածային ձերբակալություններ էին ընտրակաշարքի դեպքով, դրանից ավելի վաղ ամենօրյա ռեժիմով էր նույնը, եւ փաստորեն ընտրակաշարքը ունեցավ իր ազդեցությունը այս ընտրությունների վրա։ Մենք ունեցանք ընտրություն կամ նախընտրական process անհավասար պայմաններում մրցակցային։ Միանշանակ, բայց գիտեք հիմա քանի ամեն ինչ վերջացավ, պիտի ավելի լայն պատկերին նայվի։ Նախ առաջինը բարձ է, որ ես կարծում եմ երեկվանով չի սահմանափակվելու ընտրակաշարք ստացողների եւ տվողների ուրեմն հետապնդումը քրեորեն, եթե նրանք այսպես բացահայտվեն նաև ավելի շատ եւ միանշանակ դա արմատախիլ պիտի արվի եւ գիտեք նաև մենք առաջի անգամ հասու լինելով այդ բոլոր ձայնագրություններին ստեղծում այն տպավորությունը որ այս համակարգը փաստորեն երկար տարիներ գործող համակարգն է եղել այսինքն այդ նույն մարդիկ համայնան հավանականությամբ նախորդ ընտրությունների եւ դրանց նախորդող եւ ավելի վաղ այդ գործով են զբաղվել եւ մասնագիտացված են կարելի ասել եւ անշուշտ ցավալի է որ Հայաստանի քաղաքացիների որոշ տոկոսը համենայն դեպս այսպես կարելի ասել շատ փոքր գումարների կարևոր չգումարի չափը այսինքն իր քվեն ծախելու պատրաստեր եթե առաջ խոսում են ալյուր տալու, չգիտեմ ինչ որ բաներ տալու մասին, հիմա ուղղակի բացահայտորեն խոսում էր գումարներ բաժանելու մասին։ Բայց ավելի լայն պատկերին նայելով, այո, ազդեցություն ունեցավ, բայց չեմ կարծում, որ դա էապես փոխեց եւ շատ ուրախ եմ, որ նման բան տեղի ունեցավ, էապես չկարողացավ փոխել իրավիճակը, բայց հստակ է, որ այդ համակարգը գործեց եւ իրավաբանները վստահ եմ մեծ աշխատանք տարան, բայց կարծում եմ ծավալները երևի այնքան մեծ էին, որ հնարավոր չէր բոլորին հասնել այս կարճ ժամանակում, բայց ինձ թվում է դա երևի հաջորդ արվելիք ամենակարևոր գործերից մեկն է եւ նաեւ հետեւություններ արվեն թե ինչպես կարող են ազդել ընտրությունների վրա, ասենք դրսից եւ ինչ ձևով պետք է այդ ամեն ինչը կարգավորվի, որպեսզի նման իրավիճակ երկրորդ անգամ ասենք հաջորդ ընտրություններում նաև չստեղծվի եւ իսկապես լինի ամեն ինչով այսպես արդար ընտրություններ։
Պարոն Սարաֆյան, ուզում եմ անդրադառնանք մեկ ուրիշ ուրեմն կարևոր հանգամանքի, վստահաբար դուք տեսաք, թե ինչպես եւ ինչ ծավալի հոսք կար Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետություն, մարդիկ գալիս են, չէին էլ թաքցնում, որ գալիս են ընտրեն ու նույն օրը վերադառնան, որովհետեւ հնարավոր էին հետընտրական ցնցումներ, իրենք հանկարծ այս հետընտրական ցնցումների պատճառով որևէ կերպ չտուժեն։ Դուք ուրեմն երկար տարիներ բնակվում եք Միացյալ Նահանգներում եւ շատ կուզեի, որ մեկնաբանեք իբրև սփյուռքահայ նաեւ, հա, այս տեսակետից, թե ինչպիսի ուրեմն օրենսդրական փոփոխություններ են նաեւ անհրաժեշտ, որովհետեւ մարդը փաստորեն տարիներով չի ապրում Հայաստանի Հանրապետությունում, բայց ուրեմն մեկ օրում կարող է գալ որևէ պայմանավորվածության արդյունքում ընտրություն կատարել, այսինքն իմ փոխարեն որոշել Հայաստանում օրինակ խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, սա որքանով է ճիշտ, որքանով դուք ուրեմն տեղի ունեցածից հետո տեսնում եք հանրաժեշտություն նաև օրենսդրական փոփոխությունների։ Տեսեք, սա կարելի ասել միգուցե այսպես թվացial լուծում ունի, ճիշտ, բայց եթե ժողովրդավարական երկիր ենք համարում, սա մենք միակ երկիրը չենք, որ այդպես բան է տեղի ունեցել, բազմաթիվ երկրներում նման իրավիճակներ են, ես շատ լավ հիշում եմ եւ առ այսօր այդ երևույթը կա, երբ որ Լիբանանում նաեւ ընտրություններ են լինում, այնտեղ էլ նույն ձևի ընտրություններ լինում, այդ նույն մեխանիզմը նաեւ այդտեղ է գործում եւ գիտեմ, որ տարբեր երկրներից մարդկանց են ուղղակի նյութական շահագրգռելով նյութականով հասցնում մինչեւ Լիբանան, որպեսզի ընտրեն եւ վերադառնան եւ նաեւ ազդեն։ Արդարը բացարձակապես արդար չի եւ մենք երկար ժամանակ այդ մասին նաեւ խոսել ենք, որ ընդհանրապես բարոյապես եւ նաեւ օրենքի նաեւ ինչ որ չափով ճիշտ չի, որ այդ երկրում որևէ պատասխանատվություն, որևէ հետևանք չկրող անձնավորությունը կարողանա ներազդել այդ երկրի քաղաքական ընթացքի վրա եւ նաեւ ընտրությունների վրա։ Երևի ինչպես ասեցի, այդ համակարգը պիտի շատ ավելի ուժեղ գործի, նաեւ միգուցե իրավապահ մարմինները շատ ավելի աչալուրջ պիտի լինեն, որպեսզի կարողանան կանխել նման իրավիճակ։ Հիմա չգիտեմ, միգուցե հնարավոր է օրենսդրական փոփոխություններ անելով ուրեմն բնակության որոշ շեմ սահմանել, որ պիտի ասենք անձը արած լինի, ասենք եթե ինքը գնացել է երկրից դուրս եւ վերադառնում է այդ ընթացքում, ասենք հասցնում է վերադառնալ եւ կարող է ապացուցել, որ ինքը երկրում ապրել է, ասենք վերջին 6 ամիսը, այսպես ասենք, նաեւ ասենք իրավունք ունենա քվեարկելու։ Թեև չգիտեմ, ինչպես ասեցի, նույնիսկ Միացյալ Նահանգներում նման օրենք չի գործում, այսինքն եթե դու քաղաքացի ես եւ դու երկրում ես գտնվում ընտրությունների օրը, իրավունք ունես ընտրելու անկախ նրանից, որ ինչքան ժամանակ ես ապրել։ Ուղղակի այս անգամ այսպես աննախադեպ բացահայտ մանավանդ նաև հստակ էր, որ Ռուսաստանի աջակցությունները այստեղ մեծ, որպեսզի նման իրավիճակ ստեղծվի, բայց կարծում եմ, որ այսպես երևի պետք է մտածել մի ինչ-որ միջոց, որպեսզի հնարավոր լինի գոնե այդ туриզմը, այսպես ընտրական туриզմը վերացնել իսպար եւ նման իրավիճակ կանխել հաջորդ ընտրություններում։ Պարոն Սարաֆյան, քանի որ Ռուսաստանի հանգամանքը նշեցիք, մենք տեսանք առաջինը փաստորեն շնորհավորեց Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, երեկ էլ փաստորեն արդեն կեսգիշերն անց հեռախոսազրույց էր տեղի ունեցել Մակրոնի, ոչ պաշտոնական եւ նաեւ Կոբախիձեի հետ, Նիկոլ Փաշինյանը այդ մասին հայտնեց։ Մենք ընտրություններից առաջ խոսում էինք այն մասին, որ այս հայ-ռուսական կնճռոտ հարցերը կամ այս բավականին լարված իրավիճակը կսկսի թոթափել հունիսի 7-ից հետո, հնարավոր է 8-ից հետո եւ առաջին շնորհավորողներից մեկն էլ կլինի Վլադիմիր Պուտինը։ Կիսում եք արդյոք այս տեսակետը, թե ոչ, ուրեմն ռուսական կողմը կսրի իրավիճակը, կշարունակի սրել իրավիճակը, թե ոչ, ընդհանուր մինչեւ երեկո վերջուկը էլի հայտարարություններ էր անում հենց ընտրությունների օրը, թե կգնա իսկապես ուրեմն համագործակցության ճանապարհով։ Տեսեք, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, այսինքն ստացվում է, որ նախ ինչ-որ չափով բավարարվում է, կարելի ասել Ռուսաստանի, այսպես նաև ցանկությունը իշխանության մեջ տեսնել իր կողմնակիցներին, այսինքն իրեն հարող
քաղաքական ուժերին մեր երկրում եւ սա կարելի է ինչ-որ չափով համարել, որ նաեւ իրենց համար այսպես ընդունելի տարբերակ է ես չեմ կարծում, որ նրանք համոզված են, որ այդ ուժերը պիտի կարողանան իսկապես այնքան այսպես ուժեղ քարոզարշավ տանելով եւ բոլոր այդ միջոցները նյութական հսկայական միջոցները օգտագործելով կարողանան իսկապես մեծամասնություն կազմել, ես չեմ կարծում նման ակնկալություն ունեն, բայց կարծում եմ ինչ որ չափով բավարարված պիտի լինեն այս իրավիճակով եւ ես կարծում եմ, որ նման այդպես մանավանդ հետընտրական որևէ այսպես իրավիճակ, որ տհաճ իրավիճակ չեմ կարծում Հայաստանում տեղի ունենա եւ որովհետեւ ընտրությունների արդյունքները բավականին այսպես ցցուն են եւ հստակ է, որ այնտեղ եթե միտում լիներ որևէ ձևով ընտրախախտումներ անելու նման իրավիճակ պիտի չստեղծվեր։ Այսինքն ամեն ինչ այսպես անցել է ինչպես որ պիտի անցներ եւ կարծում եմ Ռուսաստանի նաեւ քաղաքական շահերից է բխում Հայաստանի չառնակել իր փոխհարաբերությունները, եթե հիշում եք վերջին օրերին փոխվեց նաեւ այդ տոնայնությունը այն ագրեսիվ տոնայնությունը, որ օգտագործվում էր մինչեւ ընտրությունների այսպես նախորդին սկսեց մեղմանալ, բայց շատ հստակ երևում էր, որ Ռուսաստանի համար ամենաիդեալական նախընտրելի իրավիճակը պիտի լիներ, եթե այդ ուժերը նաև կազմեն մեծամասնություն, այսինքն Հայաստանի այսպես ընթացքը այսօր քաղաքական, որ իրենցից անկախ իշխան այդ դրսևորումը կանխվեր, բայց նաև այս ստեղծված իրավիճակը կարծում եմ նրանք պիտի ընդունեն իգիտություն եւ ես կարծում եմ որ եւ շնորհավորանք կլինի եւ հայ-հետական համագործակցություն կլինի մանավանդ որ իշխող կուսակցությունը այսինքն նախորդ իշխանությունը եւ նաեւ եկող իշխանությունը որ պիտի շարունակի այդ քաղաքականությունը հստակ է որևէ ձևով կտրուկ քայլեր առնելու նպատակություն չուներ այսինքն կարելի ասել այդ ամբողջ պատկերը շինձուկ էր, որ մի քիչ նաև ստեղծում էր, որպեսզի մարդկանց մտահոգեին եւ նաև տնտեսական այդպես կատաստրոֆիկ պատկեր ներկայացնելով, մարդկանց վախեցնելով, այսպես երկմտանքի մեջ գցեին, որ արդյոք ճիշտ է առնվելի քայլերը, որովհետեւ վարչապետի մի քանի անգամ վարչապետը այդ մասին ասել էր, որ մենք յատը մեծ դուրս գալու հիմա ծրագիր չունենք եւ հստակ է, որ Հայաստանը մենք մի քանի հարցազրույցներում այդ մասին խոսել ենք չի կարող Հայաստան առանց այդ ընտրանք ունենալու դուրս գալ յատմեից եւ հայտնվել այսպես բան իրավիճակում բայց միանշանակ Հայաստանը այսօր վարում այն քաղաքականությունը որ այսպես բազմավեկտոր քաղաքականությունը վարելով պիտի հաստատական քայլերով գնա առաջ եւ անի այն քայլերը որոնք բխում են Հայաստանի պետական շահերից Պարոն Սարաֆյան, ձեր գնահատմամբ առաջիկա տարիներին դարձյալ Հայաստանի արտաքին քաղաքականության ուրեմն օրակարգում փոփոխություններ չեն լինի, թե որքան էլ հայտարարում է իշխանությունը բալանսավորված քաղաքականության մասին, այնուամենայնիվ մենք տեսնում ենք հստակ քայլեր Եվրամիություն, ուրեմն ապրանքների ստանդարտացում, չափորոշիչներին համապատասխանեցում, ուրեմն եւ առաջիկա տարիներին մենք ավելի շատ կտեսնենք ուրեմն այդ հարաբերությունների խորացում ընդհանուր մինչեւ օրինակ Եվրամիության անդամության հայտ ներկայացնելու գործընթաց, թե ամեն ինչ կձգվի նույն կերպ մինչեւ 31 թվական Տեսեք, նախ հստակ է, որ Եվրոմիության անդամ դառնալ ընդհանրապես այդ գործընթացը տասնյակ տարիների նույնիսկ կարող է ձգվել եւ այնպես չէ, որ Հայաստանը, եթե այդ օրենքը ընդունվեց, որ պիտի գործընթացը սկսվի, Հայաստանը այսպես կարողանալու է Եվրոպական միության անդամ դառնալ։ Տեսնում ենք երկրներ կան, որոնք երկար ժամանակ է ամեն ինչ են անում, որպեսզի ընդունեն, չեն ընդունվում։ Նաև համաշխարհային այսօրվա իրավիճակում տեղի ունենում վերադասավորումներ եւ շարունակում է այդ վերադասավորումը տեղի ունենալ։ Տեսեք, ասենք Ռուսաստանը, որ մեծ հույսեր ուներ, որ շուտով կավարտի եւ նաեւ Թրամփի օգնությամբ կապիտուլյացիա կպարտադրի Ուկրաինայով, որպեսզի Ուկրաինան նաեւ հանձնելով Դոնբասի այդ մնացյալ մասը խաղաղության հասնի եւ այսպես փրկի իր կաշին, այսօր տեսնում ենք վերջին ամիսներին ինչ է տեղի ունենում, ինչ շրջադարձ է տեղի ունեցել եւ ներկայացության է մատնվել Ռուսաստանը
երկրորդ Եվրոպական միությունը արդեն նաև Միացյալ Նահանգների այսօրվա վարչակարգի ուրեմն գործունեությունից եւ նաև մոտեցումներից ելնելով մտածում է իր նաև մասին, իր անվտանգության համակարգը ստեղծելու մասին եւ բարձր որ այդ վերադասավորումը նաև իր հետևանքները պիտի ունենա։ Հիմա Հայաստանը բարձ է մենք երկար ենք ասել, որ մենք մեր տեսնում ենք Եվրոպական միության ուրեմն մեջ, որովհետեւ նաև մեր եւ չափանիշներով եւ մեր համակարգով ժողովրդավարության եւ ուրեմն արժե համակարգով մենք շատ ավելի մոտ ենք կանգնած քան Եվրոպային, քան ԵԱՏՄ-ի երկրները, որոնց մեծամասնություն բոլորը կարելի ասել միապետություններ են։ Եվ բայց Հայաստանը պիտի շատ կշռադատված աշխատանք տանի, որ տանում է այսօր։ Պիտի մենք մեր ուրեմն պարտավորությունները կատարենք ԵԱՏՄ-ում եւ կատարում է Հայաստանը։ Հստակ է Հայաստանը օգտվում է ԵԱՏՄ-ից եւ ԵԱՏՄ-ն էլ օգտվում է Հայաստանից։ Եվ այնպես չէ որ նույնիսկ եթե Հայաստան հայտ ներկայացրեց, գիտեք, բոլորը խոսում են, բայց ոչ մեկ չի մատնանշում, թե ինչպես է ընթացակարգը։ Եթե Հայաստանը փորձի ԵԱՏՄ-ից դուրս գալ, գոյություն ունի ընթացակարգ, Հայաստանը պիտի դիմում ներկայացնի, այսինքն չեն կարող ԵԱՏՄ-ից դուրս անել մի երկրի առանց այդ երկրի համաձայնության, բայց մի երկիր կարող է դուրս գալ այդ համակարգից, ներկայացնելով դիմում եւ այդ 1 տարի ժամանակ ունեն, որպեսզի այդ Brexit-ը ասենք, հա, բառը Brexit-ը առաջին անգամն էր որ Անգլիան արեց, Մեծ Բրիտանիան արեց, ուրեմն այդ գործունեություն այդ ընթացքում այդ 1 տարվա երկիրը խզում է այդպես իր կապերը այդ համակարգի հետ տնտեսական եւ եթե կան, ասենք, տարբեր միջազգային մարմիններում այդ երկրի ներկայացուցիչներ, որոնք պարտականություններ են կատարում, նրանց ուրեմն փոխարինում են այլ երկրներից եւ այդպես 1 տարի հետո երկիրը դուրս է գալիս։ Այսինքն նույնիսկ եթե այդ գործընթացը սկսվի ժամանակատար է լինելու եւ այդ կարող է որևէ ժամանակ այդ երկիրը որոշել որ չի դուրս գալու։ Այնպես որ սա այդ համակարգն է, բայց ընդհանուր առմամբ հստակ է որ Հայաստանի համար շատ կարեւոր է ունենալ այլընտրանք եւ քանի որ ԵԱՏՄ-ն ի տարբերություն Եվրոպական միության մի երկրից կախված մարմին չէ, ինչպես որ ԵԱՏՄ-ն է, հստակ է բոլորս գիտենք որ Ռուսաստանից է կախված, հստակ է որ դեպի Եվրոպական միություն գնալ եւ Եվրոպական միության անդամ դառնալը հսկայական առավելություններ ունի Հայաստանի համար։ Եվ մի քիչ կարծում եմ նաեւ ուռճեցվում է վտանգները եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը, որովհետեւ վերջերժում ենք սահմանակից չենք ԵԱՏՄ-ի որևէ երկրի։ Այնպես որ հերավորությունները առումով գրեթե նույն հերավորություններն է, բայց եթե հնարավորություն է ստեղծում Հայաստանին դեպի արևմուտք բացվել եւ արևմուտք եւ ինչու՞ չէ Թուրքիայի միջոցով նաեւ արաբական երկրներ, հնարավորությունները շատ ավելի մեծանում են։ Ուղղակի պետք է, ինչպես ասեցի, հաշվի նկատ քայլ առ քայլ անել առանց շտապողականության եւ առանց ավելորդ ցնցումների։ Պարոն Սարաֆյան, ըստ էության մենք եթե նորից վերադառնանք ընտրություններին ու ձևավորված ըստ էության խորհրդարանին, ապա մենք շատ ենք քննադատել այս խորհրդարանը, որակական տարբերություն չենք տեսնելու մեծ հաշվով այս եւ նախորդ արդեն անցնող խորհրդարանի միջև, ձևավորվելիք եւ ներկայումս դեռևս գործող խորհրդարանի միջև։ Տեսեք, ես իսկապես հույս ունեմ, որ այս անգամ վերջը, քանի որ նաև ճիշտ է, նույն պատկերն է համարյա, բայց կա նոր, այսինքն խմբավորում, որ մտնում է խորհրդարան, որպես ընդդիմադիր ամենամեծ խումբ, ուժը Հայաստանի մասին է խոսքը, եւ հույս ունեմ, որ նրանք, որովհետեւ նախորդ խորհրդարան, երբ որ մտավ Հայաստան դաշինքը եւ նաև պատիվ ունեմը, նրանք հիմնական մեկ օրակարգով մտան, որ ինչքանով էր անիրատեսական լիներ, այդ օրակարգով մտան եւ փորձեցին այդ օրակարգը առաջ տանել, փաստորեն պարլամենտական գործունեությամբ չզբաղվելով, որովհետեւ նրանց միակ նպատակը Փաշինյանի իշխանությունից հեռացնելն էր։ Հուսով եմ, որ այս անգամ իրենք էլ պիտի հասկացած լինեն, որ դա անարդյունավետ անիմաստ բան է եւ իսկապես ուրեմն զբաղվեն խորհրդարանական աշխատանքով, օրենքներ ստեղծելով մեծամասնության հետ որոշ տեղեր համագործակցելով, որոշ տեղեր իրենց կողմից առաջարկներ անելով, որպեսզի երկիրը կարողանա առաջ գնալ։ Այսինքն
այն թունավոր կարելի ասել թունալից թոնայնությունը կամ խոսույթը որ գոյություն ուներ եւ գոյություն ունի կարծում եմ վերջ պիտի գտնի այս ընտրության ավարտով եւ հուսով եմ որ այդպես տեղի կունենա աստիճանաբար եւ մենք կվերադառնանք այսպես նորմալ քայլ առ քայլ կվերադառնանք նորմալ իրավիճակի երբ ատելությունը չի լինի հիմնական մղիչ ուժի եւ սոցիալական ցանցերում կամ հրապարակային այդ խոսույթները Դավաճանի, Հողատուի, չգիտեմ Թուրքիի, Ադրբեջանի, Վասալի եւ այլն այդ բոլոր անիմաստ եւ նաեւ անհանդուրժողականության մտնորոտ ստեղծող խոսույթը կվերանա եւ այդ ընդդիմադիր ուժերը իրենց գործով կապացուցեն որ իրենք ավելի արժանի են եւ ինչու՞ չէ հաջորդ ընտրություններին ժողովուրդը նաեւ ընտրություն անելու հնարավորություն կունենա մի այլ ուժի այլապես եթե իրենք պիտի շարունակեն նույն ոճը ուրեմն դա իվնաս Հայաստանին է լինելու Պարոն Սարաֆյան, երբ նաև նշում եմ խորհրդարանի որակապես ուրեմն չտարբերվելը ապակա խորհրդարանի այս խորհրդարանից նկատի ունեմ, որ արևմտյան ուժերը չկարողացան նաև ուրեմն հաղթահարել խորհրդարանը անցնելու շեմ այս առումով հանգամանքը մտահոգիչ չէ։ Այո, եթե հարցնեք թե մեր համար նախընտրելին ինչ պիտի լիներ, միանշանակ պիտի լիներ, որ այդ ուժերը մտնեին խորհրդարան բայց նաև այդ առաջին հերթին այդ նախապայմանն այն էր, որ այդ ուժերը գիտակցելով գետնի իրականությունը մեկ կողմ դնեն տարբերություններ իրար հետ եւ բոլոր իրար հետ համագործակցեն եւ միասնաբար մասնակցեն ընտրություններին հասկանալով թե ինչ կա իրենց առաջ դրված խնդիր եւ ինչպես կկարողանան լուծել հստակ էր որ առանձին մասնակցելով դժվար էր լինելու հաղթահարել շեմը մանավանդ երբ որ տեսնում ենք թե ինչպիսի նաև գործիքակազմ էր օգտագործվում ընդդիմության ասենք մնացյալ ուժերի կողմից եւ միակ այսպես հավանական հնարավորությունը այդ ուժերի միական լիներ միասնական լիներն եւ իհարկե շատ լավ կլիներ որ այդ ուժերը անցնեին ազգային ժողով որովհետեւ այդ ժամանակ արդեն բոլորովին այլ իրավիճակ կստեղծեր եւ այդ իսկապես պարլամենտարիզմը կգործեր որովհետեւ նրանք եկած չէին լինի այլ ուրեմն մտադրություններով եւ նաեւ այսպես կերնպատակ դնելով իշխանության հերացումը ժամանավաճառությամբ չէին զբաղվի եւ իսկապես իրենց այդ կոչումին համաձայն գործով կզբաղվեին Շնորհակալ եմ պարոն Սարաֆյան Եվ պարոն Սարաֆյան, հաշվի առնելով այս դասավորությունը, դուք, եթե ամփոփենք, հետընտրական զարգացումների հնարավորություն տեսնում եք, թե ուրեմն այդ ուժերը, որոնք անընդհատ խոսում էին ընտրությունների արդյունքները, եթե չգոհացնեն, ապա իրենք ուրեմն հեղափոխություն կանեն, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, բոլորը բավարարված կլինեն։ Ես Միգուցե հայտարարություններ լինեն, բայց ինչպես ասեցի, եթե 21-ին նման բան տեղի չունեցավ, այսօր առավել եւս ես չեմ կարծում, որ նման հնարավորություն լինի իրենց եւ անխոհեմ կլինի նրանց կողմից նման միջոցի դիմելը, որովհետեւ հին օրերը չեն ալևս եւ այդ ճիշտ է, իրենք օգտագործեցին ամեն միջոց, որպեսզի ընտրախախտումների լայնածավալ ընտրախախտումների մասին խոսեն, բայց այդպիսի չէ իրականությունը եւ հստակ է որ այդ փորձերը պիտի ուրեմն ձախողվեն եւ ինչպես ասեցի լավ կլինի որ այս մի քանի անցնող օրերին բոլոր ուժերը այսպես իմաստավորեն իրենց մոտեցումները կամ եւ նաեւ մտածեն թե ինչպես են առաջ գնալու եւ առաջին հերթին մտածեն երկրի բարօրության մասին բոլորը այդ մասին են խոսում չէ բոլորը ասում են որ իրենք պիտի գան որ երկիրը փրկեն հիմա եկան գալիս են տարբեր ձևերով թող իրենց գործով ապացուցեն այլ ոչ թե դա լինի խոստում պարզապես օթից այսպես օթի խոստում եւ իրենք շարունակեն իրենց նույն ձևով աշխատանքը ես համոզված եմ որ այդպես հետ ընտրական այդպիսի գործընթացներ չեն լինի եւ հուսով եմ որ ինչպես ասեցի կառուցողական մոտեցում կցուցաբերեն եւ այս իրենց աշխատանքով երկրին հանուն երկրի բարօրության կաշխատեն այլ ոչ թե երկիրը բարակտելու Շնորհակալ եմ պարոն Սարաֆյան
Ընտրեմ։ Զրուցում էի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Կհանդիպենք։